Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունենալով պահպանել ու զարգացնել աշխարհի լեզվական բազմազանությունը։ Օրվա շրջանակում Գյումրիում Ռամկավար ազատական կուսակցությունը կազմակերպել էր միջոցառում նվիրված հայոց լեզվի պահպանմանն ու զարգացմանը։ Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին նրանք, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են մայրենի լեզվի անաղարտ պահպանմանը եւ տարածմանը։ Մայրենի լեզուն մաքուր եւ անաղարտ պահելու, գրական հայերենը մասնագիտական գործունեության մեջ պահպանելու համար պարգևատրվեց Ցայք հեռուստաընկերության լրագրող Աստղիկ Խաչատյանը։ Մեծ պատիվ է այսօր արժանանալ այս գնահատականին եւ նաեւ պատասխանատվության ավելացում է։ Այո, մայրենի լեզուն եւ մեր գրական հայերենն է եւ այն բարբառներն են, որոնք նաեւ մշակույթ են կերտում, մեր ազգային դիմագիծն են կերտում եւ նաեւ կրոնի հավատի հետ միասին պահպանում են մեր ազգային ինքնությունը։ Պարգևներ հանձնեցին նաեւ հոգեվորականների, գրականագետների, հայոց լեզվի ուսուցիչների եւ մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչների։ Մոլորակի վրա եղել են շատ ժողովուրդներ, որոնք ապրել են, գոյատևել են, բայց իրենց լեզուն մեռել է։ Իսկ մեզ մոտ մեր հայերենը ընդհակառակը եղել է ժողովրդի գոյության առհավատյան գրավականը։ Շատ կարևոր հատկապես Սփյուռքի համար, որովհետև մայրենին շատ ավելի պինդ մենք պետք է պահենք Սփյուռքում։ Եվ կապված այս տոնի հետ ամեն տարի 2022 թվականից շնորհակալագրեր ենք հանձնում։ Այս տարի նույնպես 11 հոգու նախատեսել ենք, մեր հանրապետական վարչությունն է հանձնում շնորհակալագրերը Ռամկավար ազատական կուսակցության հայ ազգի համար։ Կարևորը ազգային ինքնության պահպանությունը եւ պաշտպանությունն է եւ հայոց լեզվի պահպանություն եւ պաշտպանություն, ինչպես նաեւ հայոց պատմության, հայոց մշակույթի։ Միջոցառման մասնակիցների խոսքով լեզուն ազգային ինքնության կարևորագույն հիմքն է։ Ներկաներից յուրաքանչյուրի միտքը մեկն էր՝ պահպանել հայերենը մաքուր, անաղարտ եւ սերունդներին փոխանցել այն նույն պատասխանատվությամբ, որով ստացել ենք նախորդներից։ Մայրենի լեզվի միջազգային օրը եւս մեկ անգամ ընդգծում է հայերենը պահպանելը ոչ միայն մասնագիտական, այլև համազգային պարտավորություն է։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, Այսօր։ Այսօրվա նպատակը ուղղակի ծանոթացնել մեր ուսանողներին այն խնդիրների եւ քաղաքականությունների հետ, որոնք մենք առնչվում ենք։ Ինչպես է ձևավորվում պետական բյուջեն, ֆինանսների նախարարության կառուցվածքը, կառավարման համակարգն ու նախարարության հիմնական գործառույթները։ Հիմնականում այս հարցերով էր պայմանավորված ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ։ Նախարարը պատասխանեց նաեւ ուսանողներին հուզող հարցերի կապված գերատեսչության առանցքային գործառույթների հետ։ Որպեսզի իրենք ավելի լավ պատկերացում կազմեն թե պետական կառավարման համակարգում կամ հանրային ֆինանսների կառավարման բնագավառում ինչ մարտահրավերներ կան ֆինանսների նախարարությունում շատ շրջանավարտներ կամ վերջի կուրսի ուսանողներ անցնում են վերապատրաստումներ եւ մենք շատ ուրախ ենք, որովհետեւ այդ մարդիկ, այդ երիտասարդները իրենք մեր դառնում են հետագա աշխատողները
եթե նույնիսկ չեն դառնում, ապա այն փորձը, որ իրանք կուտակում են ֆինանսների նախարարությունում, շատ օգտակար է հետագա աշխատանքի համար։ Հանդիպմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Նա ևս կարևորում է պետական պաշտոնյաների եւ ուսանողների շփումներն ու համագործակցությունը, ընդգծելով, որ նման հանդիպումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, գաղափարների ներկայացման եւ նոր նախաձեռնությունների ձևավորման համար։ Շատ կարևոր է, որ պետական պաշտոնյաները այցելեն ու տարբեր մարզեր ու մեր համար որպես շիրակցիներ, գյումրեցիներ շատ կարևոր է, որ այցելում են մեր մարզ ու շփվում են ուսանողների հետ։ Ուսանողները այս դեպքում շատ ու շատ բաների մասին են իմանում, շատ գիտելիքներ են ունենում հենց գործադերի հետ շփվելուց։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի խոսքով երկխոսության մշակույթի ձևավորումը կարևոր է։ Դրա միջոցով հնարավոր է համատեղ ուժերով գտնել առկա խնդիրների լուծումները, հորդորելով ուսանողներին լինել նախաձեռնող, չվախենալ բարձրաձայնել առաջարկներն ու դիտարկումները, որն էլ հիմք կդառնա բու նախարարություն համագործակցությանը։ Որովհետև բուխը նախարարությանը կարող է տալ նախ մարդկային ռեսուրս, որակյալ կադրեր, կարող է տարբեր հետազոտություններ ապահովել, կարող է նախարարության տարբեր խնդիրների լուծման տարբեր ձևաչափերում ներգրավված լինել, իսկ նախարարությունը մեզ կարող է տալ բավականին շատ տեղեկատվություն, ծրագրերում ներգրավվածություն եւ այլն։ Այսինքն այս երկու ինստիտուցիոնալ կառույցները, երբ որ իրար հետ համագործակցեն, դրանից միայն կշահի մեր հասարակությունը։ Կողմերի կարծիքով սա լավ հնարավորություն է ուսանողների համար ծանոթանալ ու ուսումնասիրել ոլորտներն ու կառույցները, որոնց ապագա կադրային մասն են կազմում նաև իրենք։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև գլոբալ տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Հրաց Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Նախորդին Շիրակի մարզում էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, սոցիալական, համայնքային եւ կառավարման ոլորտներում առկա հիմնահարցերին, քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին անդրադարձ է կատարվել պաշտպանի եւ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հանդիպման ժամանակ։ Շատ ճիշտ է, որ խնդիրներին տեղում ծանոթանանք, հասկանանք, որտեղ ինչ խնդիրներ ունենք, մենք էլ ինչպես միշտ պատրաստական ենք յուրաքանչյուր հարցով աջակից լինել մարդու իրավունքների պաշտպանին։ Ես էլ եմ համամիտ, որ մարզպետի աշխատակազմի հետ աշխատանքի արդյունքում միանշանակ մենք էլ քաղաքացիների համար, բնականաբար չեմ ասում բոլոր խնդիրները, բայց խնդիրների գոնե մի մասը, որը հնարավոր է լուծում ստանում է, ու այս առումով շատ ուրախ եմ դրա համար, մշտապես երբ Շիրակի մարզ եմ այցելում ու բավականին հաճախ են այցերը, ես շատ կարևոր եմ համարում նաև մեր հանդիպումները, ուզում եմ բայց նաև շեշտադրել, որ մեր աշխատակազմերն էլ բավականին արդյունավետ միմյանց հետ աշխատում են, աշխատանքներ են իրականացնում, խնդիրները իհարկե ու շատ բնական է, պարբերական են, խնդիրներ կան, որ իհարկե անհատական բնույթ են կրում, դրանք մի փոքր ավելի հեշտ է լուծել, շատ ավելի արագ են լուծում ստանում, խնդիրներ կան, որ շատ ավելի համակարգային են։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ընտրական գործընթացներին վերաբերող հարցերի։ Կարևորվել է ընտրական իրավունքի լիարժեք իրացման, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման ապահովումը մարզի բոլոր համայնքներում։ Կողմերը պարտավորվել են շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համատեղ եւ համակարգված լուծման ուղղությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։ Նախորդին Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի կանգառներից մեկի հարևանությամբ դանակահարության դեպք է գրանցվել։ Այսօր լրատվականի տեղեկություններով նշված վայրում 4-ից 5 անձինք ավտոմեքենայից իջնելով հարձակվել են երիտասարդի վրա, նրան հասցնելով կտրող ծակող վնասվածքներ։ 1996 թվականին ծնված ՀՄ-ն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը այսօր լրատվականի զրույցում մանրամասներ ներկայացրեց տուժածի առողջական վիճակի վերաբերյալ։ Երիտասարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն առավոտյան ժամերին։ Նա ուներ մարմնի տարբեր հատվածների կտրող, ծակող եւ քերծված վնասվածքներ կային գլխի, դաստակի, սրունքի, ինչպես նաեւ հետույքի շրջանում, նշեց բժիշկը։ Նրա խոսքով իրականացվել է վիրահատական միջամտություն ներքին օրգանների խոշոր անոթների եւ նյարդային հնարավոր վնասումները բացառելու նպատակով։ Վիրահատության ընթացքում պարզվել է, որ բարեբախտաբար կյանքի համար վտանգավոր անոթ կամ նյարդ չի վնասվել։ Վերքերը խորը չեն եղել, վերջինիս վիճակը բավարար է եւ համապատասխանում է տարած վիրահատությանը, ասաց Խաչատրյանը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։
Փետրվարի 18-ին Ավստրիայում մեկնարկեցին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները։ Վիեննա մեկնեցին մեր երկիրը ներկայացնող падգամավորները կառույցում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ։ Երկօրյա նիստերի առանցքում էին ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարական հարցերը, ինչպես նաեւ տնտեսական, բնապահպանական ուղղությունները։ Տարբեր ձևաչափերով ընթացող նիստերին ազգային ժողովի падգամավորները հանդես եկան ելույթներով ու անդրադարձան արդիական մի շարք խնդիրների։ Նշենք, որ կառույցն ունի 3 հանձնաժողով՝ վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստը նախագահեց Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորը խոսեց անվտանգային ուղղություններից, չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը եւ մասնակից պետությունների միջև աճող բևեռացմանը, մենք պետք է նաեւ արձանագրենք, որ տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ, շեշտեց Խանդանյանն ու հավելեց. Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերին եւ որ կսկսենք քննարկել մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության։ Այս հատվածում Սարգիս Խանդանյանն առանձնացրեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը։ Թրիփը մեր տարածաշրջանը արևելքի եւ արևմուտքի միջև հուսալի կամրջի վերածելու մասին է, նպաստելով համաշխարհային առևտրի եւ տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված անվտանգ եւ դիմակայուն ուղիները առավել քան երբևէ կարեւոր են։ Սա միայն սկիզբն է։ Մենք համոզված ենք, որ եկել է պահը առանց որևէ նախապայմանի ստորագրելու եւ ավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ամրապնդելով երկարատև կայունությունը։ Խանդանյանը ելույթում կարևորեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կարևորելով տարածաշրջանի խաղաղությունը, падգամավոր Լիլիթ Մինասյանն էլ փաստեց. Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է հիմնված լինի համապարփակ անվտանգության վրա, լիովին համահունչ ԵԱՀԿ սկզբունքներին։ Խաղաղությունը չի կարող սահմանափակվել միայն ուժիչ կիրառմամբ։ Այն պետք է ապահովի նաև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատվության եւ անվտանգության հարգումը։ Մարդու իրավունքների համատեքստում էլ խոսվեց համակարգված ապատեղեկատվական արշավների, հիբրիդային հարձակումների եւ արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների վերաբերյալ, անմասն չէին ընտրական գործընթացներն ու այդ համատեքստում հիբրիդային հարձակումները։ Արթուր Հովհաննիսյանը դիմելով գործընկերներին փաստեց, որ դրանք միտված են պետությունների քաղաքական կայունությունը խաթարելուն եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացմանը։ Վերոնշյալները ակտիվ դրսևորվում են հատկապես այն երկրներում, որտեղ սպասվում են ընտրություններ, նշեց падգամավորը, իսկ ընտրությունները ԵԱՀԿ տարածաշրջանի երկրներից առաջիկայում սպասվում են Հունգարիայում եւ Հայաստանում։ Ուշադրություն է հրավիրում մեր գործընկերների, որ այս պահին այն թեմայից, որի մասին մենք խոսում ենք, դրա վառ օրինակները դրսևորվում են հենց Հայաստանում եւ կան Հայաստանում ուժեր, որոնք ուրեմն սպասարկում են արտաքին օրակարգեր, փորձում են արտաքին ազդեցություն հաստատել Հայաստանում, հատկապես ընտրական գործընթացների process-ի ընթացքում, ընտրությունների ընթացքում։ Բնականաբար այս ամենը ուղեկցվում է հիբրիդային հարձակումներով, ամենատարբեր դրսևորումներով եւ նաեւ ես խոսեցի անհրաժեշտության մասին համատեղ ուժերով պայքարելու այս ամենի դեմ, որովհետեւ սա ուրեմն միայն Հայաստանի խնդիրը չէ։ Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից փոխգործակցության պատրաստակամությունը մեծ է վեհաժողովականների ու անդամ երկրների շրջանում, Վիեննայից ընդգծում է Արթուր Հովհաննիսյանը։ Բոլորն արձանագրում էին, որ ուրեմն խնդիրը սուր է եւ լուրջ է, հատկապես այն երկրների համար, որտեղ առաջիկայում սպասվում են ընտրական գործընթացներ եւ բնականաբար բոլորն էլ խոսում էին ուժերի մեկտեղման մասին եւ վերջի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հենց այդ դրամաբանությամբ էլի սկզբանե ստեղծվել է, որպեսզի ուժերի համատեղմամբ կարողանանք խնդիրներ լուծել, կոնֆլիկտներ լուծել։ Ինչպես փաստում է падգամավորը, Հայաստանն այսօր շատ առումներով համարվում է օրինակելի երկիր։ Քննարկումների ընթացքում մի շարք երկրներ իրենց ցանկություն են հայտնել ուրեմն գալ հենց Հայաստանի ընտրությունները դիտարկել, որովհետև մենք պետք է արձանագրենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ըստ էության օրինակելի են մի շարք երկրների համար եւ շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես այս շրջանում, երբ խաղաղությունը հաստատվել հենց
այս ուրեմն համատեքստում գալ Հայաստան, դիտարկել ընտրական գործընթացներն արդեն նոր իրականություն։ Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի։ Ձեր սկզբունքային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի այդ ապագան պաշտպանելու համար։ Նշենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը տեղի կունենա հուլիսին Հաագայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 150 օրով 10% մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, երբ Գերագույն դատարանն անօրինական է համարել նրա սահմանած մաքսատուրքերի մեծ մասը։ Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ից, դրանք երկարաձգելու համար նախագահին հարկավոր կլինի կոնգրեսի հավանությունը։ Թրամփը քննադատել է դատարանի որոշումը այն անվանելով անհեթեթ։ Այնուամենայնիվ նա ենթարկվել է որոշմանը եւ չեղյալ հայտարարել այն մաքսատուրքերը, որոնք դատարանն անօրինական էր համարել։ Ըստ տնտեսագետների, Գերագույն դատարանի որոշումը ենթադրում է, որ 2025 թվականի ընթացքում հավաքագրված մոտ 175 միլիարդ դոլարի մաքսային եկամուտները ենթակա են հնարավոր վերադարձի։ Ըստ Թրամփի, սակայն այդ հարցի շուրջ դատական գործընթացը 2-ից 5 տարի կտևի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում, ավելին նրա խոսքով հարավային ճակատում Կիևը հակահարձակման արդյունքում ազատագրել է 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Ուկրաինան դեռ վերահսկում է Դոնեցկի մարզի 1/5-ը, Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել գրեթե ամբողջ Լուգանսկի մարզի նկատմամբ։ Զելենսկին հայտնել է, որ թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը պահանջում են, որ Կիևը դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից, եւ այդ ժամանակ պատերազմը կավարտվի հենց վաղը։ Կիևը հրաժարվում է ենթարկվել այս պահանջին։ Կիևից նաև պահանջում են նախագահի ընտրություն անցկացնել։ Զելենսկու խոսքով դա տեղի կունենա միայն անվտանգության լուրջ երաշխիքների դեպքում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, Կիևը ցանկանում է, որ խաղաղության դեպքում ուկրաինական ուժերի հետ միասին առաջնագծի մոտ տեղակայվեն նաև դաշնակիցների զորքերը, կանխելու հետագա ագրեսիան։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Գիշերը ռուսական ուժերի հարվածից Սումիում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում 2 երեխա։ Օդեսայում վնասներ են արձանագրվել բնակելի տներում եւ ուսումնական հաստատությունում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 77 անօդաչու խոցելու մասին։ Մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ուդմուրտիայում 11 մարդ է վիրավորվել։ Միացյալ Նահանգներն ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում, հաղորդում է New York Times-ը վերլուծելով արբանյակային լուսանկարները եւ թռիչքային տվյալները։ Սա 3 անգամ գերազանցում է սովորաբար տեղակայված ինքնաթիռների թիվը։ Ըստ պարբերականի ռազմական ներկայության նման ընդլայնումը վկայում է այն մասին, որ ռազմաբազան կարող է օգտագործվել որպես առանցքային հենակետ Իրանին հնարավոր հարվածների համար։ Սա տարածաշրջանում ամերիկյան ուժերի ամենամեծ կուտակումն է 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են նկատվել նաև Ազորյան կղզիների ավիաբազայում։ Ստեղծված իրադրության պայմաններում ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել դիվանագիտական միջոցներով լուծել տարաձայնությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ուժերի մեծ կենտրոնացման, անցկացվող զորավարժությունների եւ ռազմածովային ուժերի ներկայության առնչությամբ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել էր, որ երկիրը վճռորոշ պատասխան կտա ցանկացած ռազմական ագրեսիայի։ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին, առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում Հզբոլահի բարձրաստիճան պաշտոնյա։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Բեքայի հովտում խմբավորմանը պատկանող օբյեկտներ։ 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի եւ Հզբոլահի միջև ձեռք բերված հրադադարից ի վեր սա ամենամահացու հարվածն է Լիբանանին։ Այս հարվածից ժամեր առաջ Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել էր նաև պաղեստինցի փախստականների ճամբարի, զոհվել էր 2 մարդ։ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախավորել է հրամանատարական կենտրոն, որտեղից գործողություններ էին իրականացնում Համասի զինյալները։ Իսրայելի եւ Հզբոլահի միջև հրադադարից ի վեր Լիբանանը գրեթե ամեն օր հարվածների է ենթարկվում։ Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հերթական հարվածն է հասցրել նավակի, նշելով, որ այն մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր էր տեղափոխում։ Հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ընդհանուր առմամբ վերջին ամիսների ընթացքում Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ զինված ուժերն ավելի քան 40 հարված են հասցրել թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող նավակների։ Այդ հարվածների հետևանքով շուրջ 150 մարդ է զոհվել։
Եթե 6 տարեկանում դպրոց չես հաճախում, ապա հետո ստիպված ես միանգամից ընդգրկվել քո տարիքային խմբի դասարանում։ 2024-ի գարնանը կայացված որոշումն ուժի մեջ է մտել այս ուսումնական տարվա սկզբին եւ նպաստել դպրոց սահմանված տարիքից ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոխանցմամբ, եթե նախկինում այդպիսի աշակերտների թիվը 3000 էր հասնում, ապա այս ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777։ Սյունիքի մարզում նրանք 23-ն են։ Մարզի բոլոր համայնքներում, տարբեր դպրոցներում ունենք երեխաներ եւ ունենք հիմնականում արձանագրված 3 պատճառներ։ Դա առաջինը, որ գտնվել են արտերկրում, գտնվել են հիվանդության մեջ, ծանր հիվանդություն են տարել կամ երկարատև բուժում են ստացել երեխաները եւ երրորդ ուղղակի ծնողի որոշմամբ։ Հենց գերակշռող պատճառով պայմանավորված Արտյոմ Պողոսյանը վերադարձավ Ռուսաստանի Դաշնությունից ու միացավ իր տարիքային խմբին, համապատասխան երկրորդ դասարանին։ Ծնողի խոսքով երեխան առաջին կիսամյակի ավարտին ամբողջությամբ յուրացրել էր արագացված ծրագիրը եւ ավելի վստահ մեկնարկել երկրորդը։ Դժվարություններ բնականաբար կային, բայց իմ ու ուսուցչի համատեղ ջանքերի շնորհիվ երեխան այսօր հասել է մեծ հաջողությունների։ Հիմա համադասարանցիներին հավասար սովորում է երկրորդ դասարանի ծրագիրը, լիովին յուրացնում է, ամբողջ օրը աշխատում ենք համատեղ։ Երկարօրյա պարապմունքների շնորհիվ արձակուրդներին ուսուցիչը իր հետ առանձին պարապում էր աշնանային ձմեռային արձակուրդներին, ես էլ տանը։ Նոր որոշմամբ դպրոց ընդունված սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են անհատական աշխատանքներ ոչ միայն ուսումնական բացերի, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցման, ինչպես նաև համադասարանցիների հետ փոխհարաբերությունների ձևավորման նպատակով։ Նվազելին գտնելու համար ինչ կարող ենք անել։ Ապրես, դե գրի։ Հիմնականում դասերի ժամանակ խաղային մեթոդներ եմ օգտագործել, որպեսզի երեխան էլ ավելի կարողանա երգի նկարչության միջոցով։ Կարողացանք մենք նրան ընդգրկել ամբողջ դասարանի համակազմի մեջ, անհատական լուրջ մոտեցում ենք ցուցաբերում եւ դասանի ցանկացած երեխա։ Ունեցել ենք նաև դեպքեր, որ հենց օգոստոս ամսին ծնողներն են այց կատարել ինձ մոտ եւ իմանալով թե կապ հաստատելով տնօրենի հետ, իմանալով որ դասարան, որ դասվարի մոտ է ընդգրկվելու, կարողացել ենք արագ կազմակերպել երեխայի ուսուցումը նույնիսկ օգոստոս ամսին, որոշակի առաջադրանքներ տա, թեկուզ ծանոթանա, այսինքն այդ մտերմիկ պահը ստեղծվի, որպեսզի երեխաները սեպտեմբերի 1-ին այդ դժվարությունը չզգան։ Ըստ նախարարության տվյալների, հանրապետությունում նման սովորողներից մոտ 400-ը ամբողջությամբ տառաճանաչ է։ Ձևավորված են նաև ընթերցանության կարողությունն ու մաթեմատիկական գիտելիքները։ 517 երեխա ճանաչում է թվերը, որոնցից 495-ը կարողանում է կատարել նաև թվաբանական գործողություններ։ Փաստորեն երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը, համոզված են գերատեսչությունում։ Հիմա կարողանում է կարդալ, պատմել, կատարել նկարի վերլուծություններ, հաշվում է մինչև 100-ի սահմանը, կարողանում է կատարել երկնիշ թվերի գումարում հանում անգամ կարգային անցումով։ Եվ հիմնականում այդ կարողությունները կարողացել եմ ձևավորել նրա մոտ։ Հիշեցնենք, երեխան պարտավոր է հաճախել դպրոց, եթե նրա 6 տարեկանը լրացել է տվյալ օրացույցային տարվան մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հակառակ դեպքում ստիպված կլինի 1 տարում յուրացնել նաև առաջին դասարանի բաց թողնված ծրագիրը։ Իսկ այստեղ, ինչպես նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, երբեմն խնդիրներ են առաջանում երեխաների կրթության, հանգստի եւ ժամանցի իրավունքի պահպանման հետ։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատարյան, Սյունիք, լուրեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված իրազեկման միջոցառումները, նպատակ ունենալով ձևավորել անվտանգային մշակույթ եւ պատասխանատու վարքագիծ։ Այդ համատեքստում փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզի պարեկները եւ Սևանի համայնքային ոստիկանները Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները թեմայով գործնական դասընթաց են անցկացրել։ Պարեկները դպրոցականներին ներկայացրել են հասարակական կարգի պահպանման եւ ճանապարհային անվտանգ երթևեկության կանոնները։ Նպատակը երեխաներին թույլ տալ ուսումնասիրել, ծանոթացնել
երթևեկության կանոնների հետ, քանի որ երեխաները հանդիսանում են 4-րդ եւ 5-րդ դասարանի երեխաներ, այս պահին իրանց հետաքրքիր էր ու մեզ էլ էր նպատակային, որ ինչպես օգտվել ճանապարհը հատելուց, հետիոտային անցումները, ներկայացվեց տեսակները, ներկայացվեց անցման կանոնները, ինչ մեթոդով պետք է անցնեն, ինչ կանոններից պետք է օգտվեն, որպեսզի ճանապարհը հատեն անվտանգ։ Նման հանդիպումները այո շարունակական է, տարբեր դպրոցներում, տարբեր թեմաներով, հիմնականը տարրական դասարանների հետ։ Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պարեկներին եւ ստացել սպառիչ պատասխաններ։ Ես այսօր սովորեցի շատ բաներ երթևեկության մասին, թե ինչպես ճիշտ անցնել ճանապարհը, ինչպես ճանապարհը անցնել, երբ որ մենք քշում ենք հեծանիվ։ Ես սովորեցի, որ երթևեկության կանոնները, թե ոնց պետք է անցնել ճանապարհը, սովորեցի, որ պետք է ղեկին հեռախոս չնայել։ Դպրոցներում պարբերաբար անցկացվող նման դասընթացները միտված են անվտանգ ճանապարհային միջավայրի ստեղծմանը եւ երեխաների մոտ պատասխանատու վարքագծի ձևավորմանը։ Հանդիպման վերջում տեխնիկական գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը դպրոցականներին ծանոթացրեց պարեկային ավտոմեքենայի տեխնիկական հագեցվածությանը։ Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու եւ Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Mercedes Magnus-ի մեքենա։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20,000 դրամ տալ։ Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Մաքսանենք ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրին փետրվարի 13-ին։ Մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցելով քրեական ոստիկանները Երևանի, Շիրակի եւ Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին ու համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։ Թվային միջավայրում անչափահասների անվտանգության ապահովումն ու բուլինգի դեպքերի կանխարգելումը ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Անձնական տվյալների պաշտպանության հմտությունների եւ թվային գրագիտության ձևավորման նպատակով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության, քրեական ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության եւ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները փետրվարի 18-ին այցելել են Երևանի Պուշկինի անվան թիվ 8 Բարձր դասարանների աշակերտներին են ներկայացվել անչափահասների շրջանում կիրառվող բուլինգի, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության դրսեւորումների, ինչպես նաեւ սոցիալական միջավայրում ընդունելի վարքագծի վերաբերյալ հարցեր։ Կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները աշակերտներին են ներկայացրել կիբերհանցագործության զոհ չդառնալու եւ թվային միջավայրի անվտանգության վարքականոնները։ Անդրադարձ է կատարվել նաեւ բուլինգի կանխարգելմանն ու առցանց բռնության դրսեւորումներին։ Աշակերտները փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների հետ մասնակցել են թեմատիկ հոգեբանական խաղի։ Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, աշակերտների բազմաթիվ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։